Պարոն Խաչատրյան, ես կցանկանայի դուք արձագանքեիք ԱԱԾ-ի միջոցով պատարակների ընթացքում պատարակի տեքստը ցենզուրայի ենթարկելու, զեղչելու, կրճատելու եւ այնտեղից Գարեգին երկրորդի անունը հանելու այս երևույթին, ինչպես տեսանք, Փաշինյանը հաստատեց, որ ԱԱԾ-ն նույնպես զբաղվում է այս հարցով, ինչպես եք սա գնահատում եւ Փաշինյանը տեղեկացրեց, որ փաստորեն Կիրակի օրը 7 վերքում է մասնակցելու պատարակի, սա նշանակում է, որ արդեն իսկ գտնվել է մի քահանա, ով պատարակի ընթացքում կզեղչի Գարեգին երկրորդի անունը, չեք կարծում, որ այս կերպ հարվածի տակ են դրվում տարբեր քահանաներ, որոնք հետո արդեն նաև քննադատության թիրախում են հայտնվում իրենց այս քայլի համար եւ մի հարց էլ Փաշինյանը նշեց, որ փաստորեն ուզում է ունենալ մի կաթողիկոս, որը ոչ թե կենթարկվի իրեն, այլ որ չի ենթարկվի օտարերկրյա գեներալի, մայորի, լեյտենանտի եւ այլն։ Սա քանի որ շատ լուրջ մեղադրանք է, ճիշտ չէ, որ եթե իսկապես այդպիսի փաստեր կան, քրեական գործ հարուցվի, հետաքննություն արվի, հատկապես որ ինքը նշում է, որ արդեն ամեն ինչ բացահայտված է։ Եվ որպեսզի հանրությունն էլ հասկանա, թե որքանով է դա իրականությանը համապատասխանում։ Շնորհակալություն։ Շատ բազմակողմանի հարց տվեցիք, փորձեմ պատասխանել։ 2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում իր կառավարության 100 օրվա միջոցառմանը, որին իդեպ մասնակցում էին բացառապես ԿՊԱ-ական նախարարները, օրինակ մեր Գրիգորյանը չկար, Արսեն Թորոսյանը չկար, դաշնացական եւ ԲՀԿ-ականները չկար։ Ինքը հայտարարեց մարտի 1-ի գործը սկզբունքորեն ամբողջովին բացահայտված։ Դատախազը մինչև այսօր որևէ հայտարարություն չի անում, թե մարտի 1-ի գործը բացահայտված։ Ասեց հետո, ասեց։ Իրականում քրեական գործ չկա, ինչ որ դուք եք ասում տրամաբանականը։ Եթե մեկին մեղադրում ես գործակալ լինելու մեջ, պետքա գործ բացվի։ Նման գործ չկա, մենք բազմաթիվ հարցումներ ենք ուղարկել, որևէ կուսակցությունների, զինվորականների նկատմամբ նման գործեր կան, թե չէ։ Հիմա էլ կաթողիկոսին ասենք, դու մարդուն մեղադրում ես գործակալ լինելու մեջ, քրեական գործ պետքա բացվի։ Կամ եթե եկեղեցականներին մեղադրում ես գործակալ լինելու մեջ, քրեական գործ պետքա բացվի այդ հատկանիշով է, ոչ թե ջեբը պլանկցելու, հազար ներողություն, որ ուղղակի վիրավորանք է, ոչ միայն եկեղեցու, այլ նաև ժողովրդին, որ ահա ինչ կասեմ, ուզեմ կասեմ, պիտի հավատաս ուզես, չուզես։ Առաջին հարցին հետաքից եկանք, իսկ բռնակալական երկրներում ինչպես է լինում։ Բռնակալական երկրներում իրավապահ համակարգը դառնում է քաղաքական իշխանությունների գործիք։ Այո, ԱԱԾ-ին կուղարկեն, որ եկեղեցականների հետ զրուցի։ Չեմ բացառում, որ կուղարկեն լրատվամիջոցներ, որ լրատվամիջոցների հետ զրուցեն։ Դա է։ Կգտնվեն հայր գապոններ։ Չեմ բացառում։ Այսինքն արդեն գտնվել են։ Դե մեղադրել այդ հոգևորականներին, ովքեր համաձայնում են զեղչել, գուցե նրանք էլ ճնշումների տակ են, պարոն Խաչատրյան։ Իսկ Արշակ Սրբազանը ճնշման տակ չէր։ Իսկ մամուլը ճնշման տակ չի, չնշանակում։ Եթե ճնշման տակ է, ուրեմն ասա ճնշումն այնքան մեծ է, որ չեմ կարող կատարել իմ պարտականությունները։ Դիմի վեհապարին կարգալույց եղի, ավազանի տանը վերցրա, գնա, չգիտեմ, ասում են Հայաստանում այդքան գործ կա։ Գնա ուրիշ գործով զբաղ։ Ամեն պաշտոն, ամեն պատասխանատվություն, ամեն դիրք իր պարտականությունները, իր պատասխանատվությունները ունի։ Համ ուզում ես կոչվես հոգևորական, համ ուզում ես քեզ ոչ ոք չճնշի, այս պայմանն են։ Ամբողջ պատասխանեցի, թե ինչ որ բան բաց մնաց։ Երկու հեռուստաընկերություն։ Արոն Խաչատրյան, ընդդիմությունը այստեղ չի տեսնում իր մեղքը, որ Փաշինյանը արդեն հասել է կաթողիկոսին։ Նկատի ունեմ, որ չկարողացան ժամանակին հեռացնել, որովհետև փորձեր արվել են։ Դե եթե փորձեր արվել են, այս իրավիճակում դուք ինչ ելք եք տեսնում, ընդդիմությունը ինչ պետք է անի, պետք է օրակարգ թելադրի Նիկոլ Փաշինյանը եւ ընդդիմությունը գնա այդ օրակարգի ետևից, թե գուցե դուք նաեւ հիմա օրակարգ թելադրեք։ Չէ, մենք մեր օրակարգը ունենք, այլընտրանքային օրակարգացրել ենք։ Իդեպ մենք հենց մեր քաղաքական ուժն է, որ դաշնակցն է դեռևս 19 թվականին
երբ բոլորը ասում են վերև Աստված ներքև Նիկոլ Փաշինյան կամ չէ երկուսն էլ հավասար ինչ որ միտեղ հորիզոնի վրա։ Մենք էինք ասում ժողովուրդ բռնակալություն է գալիս։ Մենք էինք 20 թվին պայքարում, 21, 22, 23, 24, 25 թվին։ Հիմա դատարանի բակում ովքեր են։ Մերոնք են, չէ, մերոնք են։ Մերոնք են դատարաններում, մերոնք են զնդաններում։ Այլ խնդիրը որ հիմա մենք տեսնում ենք որ հասարակական ճնշումը չգեներացվեց։ Նիկոլ Փաշինյանը թեպետ ասում է չեք ուզում հեղափոխություն արեք, բայց մարդիկ որ հավաքվում են, տեսնում եք ինքը ինչ հակահեղափոխություն է իրականացնում։ Գնում ենք դեպի ընտրություններ, ճիշտ է չենք բացառում, որ այս 7 ամսվա ընթացքում ինչ որ զարգացումներ կարող է լինեն եւ օրենքը մեծ հնարավորություններ է տալիս հակազդելու։ Բայց գնում ենք դեպի ընտրություններ եւ նաեւ աշխատելու ենք կոչ ենք անելու, որ բնակչությունը մասնակցի ընտրություններին։ Ինչ որ մենք տեսանք վաղար շաբաթում, ինչի Նիկոլ Փաշինյանի տեխնացուն անցավ։ Ճիշտ է, ընտրողների 22%-ն էլ չի հավաքել, որովհետեւ մասնակցությունը քիչ է։ Այսինքն, ուղղակի կոչ ենք անելու մարդկանց գնալ եւ մասնակցել։ Անդիմադիր դաշինքներ ձևավորել, այլ ոչ թե ձայները փոշիացնել, որովհետեւ այդ բոնուսի արդյունքում է, որ Նիկոլ Փաշինյանը օրինակ ազգային ժողովում ունի ընտրողների ներողություն падգամավորների 2/3։ Այն դեպքում, երբ ժողովրդական քվեարկությամբ 53.9%-ներ հավաքի։ Խնդրեմ Նյուզայեմ։ Պարոն Խաչատրյան։ Իդեպ ներշում է Նիկոլ Փաշինյանը 2-3 տարի առաջ ասել ածը գնա սատանա բռնի։ Երևի այդ է էլի փորձում է եկեղեցու մեջից են սատանաներին գտնեն, որ վեհապարի անունը զեղչեն։ Այդ հրամանի շարունակությունն է։